Բարի առավոտ, մենք կից ենք մշակույթին, հատկապես թատրոնին եւ այսպես իսկ բովանդակությունը եւ ինֆորմացիաները շատ են, հատկապես այս օրերին, որովհետեւ մարտի 26-ից 28-ը Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի պատվիրակությունը մասնակցել է Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությանը։ Այն թատրոնի համար առանձնացավ կարևոր մրցանակներով՝ լավագույն ռեժիսուրա, լավագույն կին դերակատար, երկրորդ պլանի լավագույն կին դերակատար, լավագույն սցենոգրաֆիա անվանակարգերում։ Հաղթեց թատրոնը, մենք էլ սիրով կզրուցենք տաղանդավոր հյուրերի հետ։ Եվ այսպես տաղավարում են Կոստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, բարի առավոտ, դերասանուհիներ Լիլիա Մուկուչյանն ու Թեհմինե Խաչատրյանը, բարի առավոտ։ Նախ շնորհավորում ենք այս շատ կարևոր մրցանակների կապակցությամբ եւ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, թող ձեր հանդիսատեսը լինի միշտ հավատարիմ, գրագետ ամենակարևորը, անջատեն հեռախոսները ներկայացման ժամանակ եւ գնահատեն այն, ինչ որ ստեղծագործում եք անքուն եւ անդադար գիշերների եւ ոչ միայն գիշերների ընթացքում։ Ինչպիսին է ձեր տպավորությունները։ Կապանից վերադարձանք։ Շնորհակալություն, ձևակերպումը այսպես մի տեսակ լրջացրեց, դուք ձեր խոսքի մեջ ասեցիք թատրոնի պատվիրակությունը, բայց թատրոնի ստեղծագործական խումբը, պատվիրակությունը այդպես պաշտոնական։ Շատ լավ, նայերա ուշադրություն, մեր սիրելի սցենարիստ։ Թատրոնի արտիստները։ Այո, մենք գտնվում ենք Կապանում 26-ից 28-ը։ Իդեպ շատ ողջունելի է եւ շնորհակալությունս հայտնեմ բոլոր կազմակերպիչներին, որ հենց Կապանում են կազմակերպել։ Մենք մեզ Կապանում շատ լավ ենք զգում եւ կապանցիները եւ հյուրերը Կապանի ասում են վերջապես այսպես իրադարձություն է տեղի ունենում մեր քաղաքում, ինչ լավ է որ բազմամարդ է քաղաքը, ռեստորանները, սրճարանները, չգիտեմ, հյուրանոցները բազմամարդ են, շատ կարևոր եւ շատ ճիշտ նախաձեռնություն է, որ Երևանից որոշակի միջոցառումներ տեղափոխվեն մեր մարզեր, կինո փառատոներ ունենք, բազմաթիվ փառատոներ ունենք, շատ ավելի ես կարծում եմ, որ նպատակահարմար է եւ մարզերի համար եւ ի վերջո դե արդեն քանի տարի է Երևանում է։ Ինչ որ սկսեն մարզերը ակտիվանալ, մենք մեր թատրոնով շատ այսպես ոչ հաճախ, բայց հիմա արդեն պլանավորում ենք մեկնել մարզեր, բայց դրա համար չենք այսօր հավաքվել ենք, որպեսզի շնորհավորենք Լիլիային, լավագույն դերասանուհի եւ Թեհմինեին։ Այո, եւս մեկ անգամ։ Մեզ հետ նաեւ մրցանակ է ստացել գլխավոր դերակատարը, Նայիմ Ուսանողն է, Սամվել Սարգսյանը եւ Աշոտ Թադևոսյանը, ով սցենոգրաֆիայով է զբաղվել։ Խոսքով Լիլիան իր ներկայացումով Սպանդի Աստվածը։ Կարգմանում է։ Տեսակ սովորել եմ։ Այո։ Մնացած 4 մրցանակները կապ ունեն փող գիրք իշխանություն ներկայացման հետ։ Բայց դա էլ եմ ներկայացում։ Դա Լիլիան այդտեղ է խաղում, իդեպ հետաքրքիր դեր է խաղում կենթանի Սիրի կամ Ալիսա, հա, այսպես կերպար է գրվել է հատուկ Լիլիայի համար, իդեպ ապրիլի 7-ին հրավիրում ենք եւս մեկ անգամ, խաղալու ենք փող գիրք իշխանություն ներկայացումը դիտելու, հիմա ես կարծում եմ շատ ավելի հետաքրքիր կլինի մեր հասարակությանը դիտել եւ հասկանալ թե ինչի համար են մրցանակները։ Այստեղ ես մի նախադասություն եմ ասել եւ փոխանցեմ խոսքը դերասանուհիներին։ Շնորհակալությունս եմ հայտնում Ստանիսլավսկու անվան թատրոնի ողջ անձնակազմին, բոլոր մրցանակները կիսում ենք բոլորի միջև, որովհետև առանց որևէ մեկի հնարավոր չէր այսպիսի հաջողություններ գրանցել։ Շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի կոլեկտիվ։ Դե խնդրում եմ Լիլիա, պատմեք ձեր տպավորությունների մասին, թե որպես անվանակարգում հաղթող եւ թե ներկայացման մեջ ներգրավվածությունը Վերոնիկա Վալոն է այս կերպարով արժանացակ լավագույն դերասանուհու, ինչպիսին է, պարտավորեցնող է արդյոք, թե ձեզ համար ոչ այդքան լինում է, այո, մեդալի նաեւ հակառակ կողմ։ Կուզենայի երկու բառով նշեի Կապան քաղաքի հրաշալի լինելը, ես առաջին անգամ էի այնտեղ, շատ տպավորված եմ, շատ աշխույժ, շատ կյանքով լի քաղաք է,
եւ շատ գեղեցիկ վայրում էինք գտնվում եւ ինչպես նշեց պարոն Շավերդյանը շատ ողջունելի է իսկապես երբ փառատոններ կամ այլ խոշոր եւ ոչ այնքան խոշոր միջոցառումները կարող են տեղափոխվել ավելի փոքր քաղաքներ եւ այդպիսով իսկ կենթանացնել, հա, մի որոշ ժամանակ եւ մշակութային կյանքը տվյալ վայրի եւ ընդհանրապես Ինչ վերաբերվում է մրցանակին, բոլոր մրցանակները կարծում եմ պարտավորեցնող են, բայց չի կարելի մրցանակին վերաբերվել այսպես իս ֆանատիզմը։ Այո։ Հիվանդագին։ Հա, այդպես ես չեմ ճանաչում Այնինչ որ անում էի վերջացավ։ Ամեն դեպքում չեմ ճանաչում արվեստագետ եւ Փառք Աստծո, ովքեր որ աշխատում են հանուն մրցանակների։ Դրանք լավ բոնուսներ են, շատ լավ է որ գնահատվում է աշխատանքը, միշտ հաճելի է, բայց անել ինչ որ բան մրցանակ, այսպես ասած, հեռանկարում ունենալով, ես համարում եմ ամենակիչը ոչ այնքան խելացի։ Եվ ի վերջո դերասանի աշխատանքը ավարտվում է այնտեղ, երբ դու սպասում ես ինչ-որ բանի ու վերցնում ես դա, ավարտվում է Կարելի է սպասել որևէ բաների իհարկե միանշանակ, բայց այն որ վերջակետ է դնում որևէ մրցանակի տեսքով, այդտեղ արդեն դու ես վերջանում։ Թեհմինե, լավ է, չէ՞։ Իհարկե զգացողությունների մասին կուզեմ խոսել, նախ երբ հնչում է, նախ երբ Ելիզավետա Ալեքսանդրովնան եք բեմում եւ երկրորդ երբ հնչեց ձեր անունը արդեն որպես մրցանակակիր։ Ես կերպարի մասին խոսեմ, շատ հետաքրքիր կնոջ կերպար ենք ստացել համատեղ Սուրեն Շաֆերդյանի հետ, որովհետև այն ինչ որ ես ներկայացնում եմ բեմում, ինձ հետ որպես Թեհմինե Խաչատրյան, ցավոք սրտի կապ չունի, այսինքն տեսակի առումով կնոջ, ինչու ցավոք սրտի, որովհետև կյանքում իրադարձություններ են լինում, որի շնորհիվ ու որի պատճառով այն մարդու տեսակը, որը որ ունի իմ Լիզան, կամաց գնալով վերանում է ու ցավալին նա է, որ դու դա գիտակցում ես, որ դու կամաց դառնում ես ոչ այն տեսակը, ինչ որ կա իր, բայց իրադարձությունների կամ կյանքի վերումով ու շատ հետաքրքիր է ինձ խաղալ այդ կերպարը, որովհետև ես այդ 1.5-2 ժամվա ընթացքում, երբ որ այդ էմոցիաները ինքս իմ մեջ զգում եմ ու ապրում եմ, ինձ դա լիցքավորում է, այսինքն ես ունեմ դեռ պոտենցիալ վերադառնալ կամ լինել շատ ավելի լավը կամ դարձնել իմ կողքի, իմ հարազատներին, իմ կողքի աշխարհը ավելի լավը կերպարի փոքրիկ բնութագրում էր, հիմա ասեմ այն տպավորությունները, երբ որ հնչեց անունս, անկեղծ ասած չեմ հիշում, հիշում եմ, որ ինձ կողքից ասում էին գնա, որովհետև ես չէի կարողանում կանգնել, այդքան անսպասելի էր ինձ համար ու ուզվեց արցունքներ եւ այլն չէր կարողանում խոսք արտահայտել։ Ձայնս դողում էր, չէի կարողանում մտքերս արտահայտեի, բայց երևի թե դա էր հենց ամենաանկեղծ ելույթներից մեկը այդ օրվա, որովհետև իրոք ես ասեցի այդ պահին այն ինչ որ զգում էի ու այն ինչ որ իմ մեջից եկավ շատ բնական ու շատ Այո Ինչպիսին է այսօր թատրոնի առօրյան ինչեր է սպասվում առաջիկայում Սուրեն Շատ ակտիվ է թատրոնի առօրյան մենք ամսի 7-ին ապրիլի եւ խաղալու ենք Փոխկիրք իշխանություն ներկայացումը եւ այդ ներկայացումից հետո պրեմիերա ունենք ես իմ այն պայծ երբ որ սկսեցի ղեկավարել թատրոնը խոստացա նոր հարթակներ բացել առաջին հարթակը ամսի 7-ին ապրիլի բացվում է Check in Love ներկայացումով դա նոր հարթակ է թատրոնի մեջ հյուրանոցի համար է այսպես հատուկ վերանորոգված ներկայացման համար որտեղ մենք ընդունելու ենք ընդամենը 30 հանդիսատես Ձեզ չեն կարող հրավիրել հրավիրատոմսով, կարող եք տոմս գնել, կարծում եմ կհասկանաք, որ 30 տեղ վաճառելով մենք այսպես մեր մինիմալ հարցերն ենք փորձելու լուծել, տոմսերը թանկ են, բայց արժի գալ, բարձրաձայն եմ 15000 դրամ արժե տոմսը ներկայացման։ Եվ արժի լինել թանկ տոմս գնողներ, որովհետև թատրոնը արժի թանկ լինելուն, որպես այդպեսին։ Այո, չէ, միջավայրը, որը որ ստեղծված է, նախ ավելացնեմ, որ ներկայացումից առաջ հյուրասիրություն է
մենք բանի տեսականի, գինի այդ մշակույթն ենք բերել թատրոն այս ֆորմատով եւ թեյ սուրճ եւ այսպեսի մոտարապես այս ձեր տաղավարի չափ հյուրանոցի համար է սենյակը միգուցե ավելի փոքր, որտեղ որ 3 զույգեր հանդիպում են միմյանց Առաջի զույգը դա ռեժիսոր դերասանուհի, հասկանում եք չէ, ինչ կարող է տեղի ունենալ, որպեսզի դերասանուհին իր նպատակին հասնի, ռեժիսորն է իր նպատակին, երկրորդ հատվածը դա ֆրակցիայի ղեկավարներ են, կին եւ տղամարդ, ովքեր որ հանդիպում են հյուրանոցի համարում, որպեսզի միավորվեն եւ ընդդիմադիր դաշտից են նրանք միավորվելով անցնեն պարլամենտ Եվ երրորդ հանդիպումը դա հոկեբանի եւ էսկորտուհու հանդիպում է, որը ժամանակ միասին աշխատել են, բայց ինչ որ բան է տեղի ունեցել իրենց միջև եւ նրանք հանդիպում են հյուրանոցում։ Մնացածը չբացեմ, ասեմ, որ առանցքային դեր է խաղում այնտեղ անկողինը, ներկայացումը +18 է, բայց գրեհիկ ոչինչ չկա, Թատրոնի եւ էսթետիկայի գեղագիտության Թատրոնի եւ գեղագիտության, էսթետիկայի գեղագիտության մեջ եւ հանգիստ կարող են ամուսիններ գալ, մի խոսքով adekvat մարդկանց մասին է եւ համար։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ շնորհավորում ենք եւ հաջողություններ ենք մաղթում ապագայում եւ առաջիկայում, թող թատրոնը ապրի իր ողջ ստեղծագործական ներուժով։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք էլ ձեզ ապրիլի 7-ին հրավիրում ենք ռուսական թատրոն Ստանիսլավսկու անվան, որտեղ որ շատ հետաքրքիր թատերական իրադարձություններ են տեղի ունենում։ Այս պահին գովազդ է, որից հետո կշարունակենք։